Տատի, խիա ականջներդ այդքան մեծ։ Որ քեզ լավ լսեմ, բալես։ Տատի, բախյա քո բերանը այդքան մեծ։ Պրոթեզից է, էլի Վալաջան։ Տատի, բախյա քո աչքերը այդքան մեծ։ Կյանք տեսած եմ, ասիս ջան։ Տատի, բախյա այսքան մեծ քո պապի։ Խապնուվար, ապրիլի 1-ը ստորավոր։ Չնայած, որ հանրային հեռուստատեսության ամենա հաղորդումը թեժտասնյակն է, այնուամենայնիվ մենք ձեզ ողջունում ենք օտար խաղերում, բարի երեկո։ 32 ակում, բարի գալուստ։ Ամեն դեպքում մենք այսօր այստեղ հավաքվել ենք ուրախ տրամադրություն ապահովելու համար, բայց պիտի ինչ-որ զրյա բաներ ասենք հիմա, 32-ում հետ ընդունված է, դրսում ցուրտ է, բայց մարդիկ մրսում են միայն ամռանը։ Չտեսավ պատից կախ, տեսավ ինչ-որ տեղ։ տերով իմ տերն ա տարել, անտերին ցուրտն ա տարել։ Ասենք այսենց ինչ-որ։ Դուք եկել եք 32 ակում։ Ու բոլորս տեղ ծափարն են, բայց չգիտենք ինչի։ Մեր ավանդական էջերից մեկը Ամանորյա տոնական խուրդոց։ Ներկա բացական է։ Ուրեմն ներկա բացական կոնկրետ առաջի կարգի այս մասը ներկա բացակա հիմա մենք կանենք։ Միշտ ինչ որ երկիչներից մեկը նստած է մեր էստրադայի ներկայացուցիչներից անպայման Կարենն է։ Որ Ջետկիրի աչքերով ուզում եմ։ Անմեղ դեմքի արտահայտությամբ շատ բարի է, որ ոչ մի բան չկա։ Հարցը մոտավորապես հնչում է սենց, ինչ լավ է, որ այսօր երեկո է, բայց տակից հնչում է հետևյալը, դու ինչ ես երգում։ Ասենք առաջ, մի ծիծաղացեք, ծիծաղալու ոչ մի բան չկա։ Կամաց գնում ենք տխրելու։ Էդ ինչ եք, տնտեսագետով, Վաչո կանգնի։ Տնտեսագետ։ Վաչո։ Այդ պլաստիկ խիրուրգ, դու ինչ է։ Պլաստիկ խիրուրգ։ Վեկաց, Աշոտ Լյուդվիգովիչ։ Տնտեսագետ, խիրուրգ, դեղագործ։ Ամենաանիմաստ մասնագիտություններից մեկը։ Ինչ ես անում։ Դեղագործ է։ Ես անկապ սենց տեղա ուզի կգա։ Բայց տեսեք, այն որ չկա տես մարդ Հայաստանում, որ չասեն, բայց ինչ տաղանդա, որ տղա է։ Ինչ ձեն ունի, ձեզ սաղի ծալած ունի։ Երկիչ։ Լավ ես քեզ գում, աշպրոտի հետ ես է երկում։ Բարի գալիս 32 ակում։ Man, I remember when the ball dropped for 90, now it's 99. Օրինակ կա, չէ՞, MP3 Արամ, Աշոտ Լյուդվիգովիչ, որ երգում են, երկիչ ավելի տենց, երկիչ այն, բայց մենք ասենք սենց, բեմից միշտ երբ որ մարդիկ տեսնում են, այդ ամեն ինչի մտածում, այս ինչ են անում, այս ինչ տաղանդավ, ուզում եք հենց հիմա, մենք էլ տենց անենք, ոնց եք դուք եք անում։ Ուզում եք, չեք հավատում, քուանշ, պաստորեն, սրվեք, պատրաստվեք, գնաց։ Առաջին անգամ, պրեմիերա հանրային հեռուստատեսության եթերում։ Առաջին ալիքով։ Ֆելո քեզ տեսնեմ։ Գնացինք։ Մի պահ թվում էր խենթությունս կորցրել է մանդա Հիմա ես զգում եմ, որ ծնվել է հոգում խենթի հարկ Ինչու հանկարծ առանց ապաճալու Այս վերջն է Ծիպուկություն չկա Չասենք էլ ես երկի խոսքերով ա գրել Կարեն, 32 ակում Ում թողեցինք Դե մերանց բան չենք ասում Մերանց չէ, պատմաբան Մերանց բան չենք ասում, լուրումունջին բան չենք ասում Իրանք էլ մեզ բան չեն ասում, իրանք լուրումունջն են Համ կտակել է այդ ամեն ինչը Զարային դե որ միակ ոսկի ատամն է Բուլատ ես, բալես դու Առավոտը տենց էր գրել Զարյան, ոսկի ատամի միակ վատեն է, որ եթե այդ մարդուն մի բան եղավ, առաջինը այդ ատամն են քաշում
Ջա լավ տխուր բաներից չխոսեմ։ 32 ակումբ բարի գալուս, կրկին ու կրկին։ When the clock struck 12 in the year 2G, man, y'all know Jay finally there. Հիմա ինչպես միշտ, ինչպես 32 ակումբի յուրաքանչյուր թողարկման ընթացքում։ Ուզեք ճուզեք Ու մեկ միջավայր երեխեքը որ բան չեն ունեն ման է։ Հա։ Էդի միշտ ռազրյատկա է բոլորի Այ համար։ որ ասենք մի հատ տխուր ինչ-որ հումոր, հա, բան։ Դու ինչ Արտաշես Գեգամ։ Մեկ է վերջում եթե չանցավ հումորը, քեզ տալիս եմ հերոստացույց։ Վաչոտ։ Այդ միշտ նախ անցնում է այդ, միշտ անցնում է։ Միշտ անցնում է, էլի տարբերակ չկա։ Հիմա գնում ենք առաջ, միշտ այս պահին ասում են 3 աննորմալ երևույթ բեմում, դուրս են գալիս 3 նորմալ տղա։ 3 աննորմալ երևույթ հենց հիմա մեր բեմում։ Գոգուշ Զարուշ եւ Ալե։ կոմիքսներ։ Օրինակ Զարան Արմուշնա, որտեղ մազերը գանգուրա։ Ես նոր մեկը տեմ։ Դու սպիտակ ես, մեջտեղը կանգնի, համել մի քիչ ավելի բարի ես մեր հետ համ։ Ահա։ Մենք այսօր կոմիքսներն ենք կարդալու, 3 կոմիքս։ կոմիքս։ Ճիշտ ենք ասում, որտեղ Որ ուզում եմ իսկ դու։ Ես չէ։ այս ամեն ինչը պարապար չի, լուրջ հիմա չգիտենք ոնց անենք, Ինքը տեքստը չգիտի կարդալու է, դրա համար չի հուզվում։ Մենք Սենց անիմաց տեքստեր չենք եկել։ Լավ, սկսեք։ Առաջին կոմիքսը, որը մենք ուզում ենք ձեզ ներկայացնել, Ալան եւ Գոգան։ Մեզ ճանաչում են, Օձերը իմ մենահամերգին։ Այսպես։ Հետո համերգին այնքան մարդ կա, որ մի հատ աթոռի վրա երկուսով տի նստենք հազիվ։ Նստի։ Պեչի։ Sold out համերգը մեա։ Այդ պեչի, ֆելո ջան, արդեն նստի։ Գնացինք։ Շատ լավն է։ Տնաշենք, ունե արագ բան երկել։ Շատ լավն է։ Ախր ջան, գոք հլը լսի մի հատ Հայաստանից ռեմիքսն ազիս։ Լսի հատ Հայաստանից ռեմիքսն ազիս։ Հա? Ասում եմ Հայաստանից ռեմիքսն է, լսի էլ է։ Աղջի ինչ ես ասում, չեմ Աչի դու էլ ուրիշ բաներ լսում։ Sold out աչքիս, հա։ Մյուս կոմիքսը, որ ուզում ենք ձեզ ներկայացնել, մի հատ լրջացեք, տեքստ եմ ասում։ Մյուս կոմիքսը, որ ուզում ենք ձեզ ներկայացնել, CD-ների սուպերմարկետ կամ հոգևոր արվեստի խանութ։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ներեցեք, դա CD-ների սուպերմարկետից է։ Այո, իհարկե, ինչ է հարկավոր, Դուք առաքման ծառայություն ունեք, չէ։ Այո, իհարկե։ Հա, մեզ շպրոտ կուղարկեք։ Շպրոտ ունենք, ո՞րն եք ուզում, շպրոտի մեղրը, խորոզը։ Չէ, մեղրը, քաղցրը։ Աղջի մեղրը ինչ ես անում, խորոզոզի գոնե տղա է։ Ընկերիս խորոզն ա ուզում, ավելի նպատակահարմար ա գտնում։ Խորոզը ունեք։ Այո, ունենք։ Հա, բանը Անդրել կունենաք, հաստատ ամենտեղ կա, մի հատ էլ Անդրե էլի։ Գիտեք, Անդրե ունենք, բայց ձեզ ո՞րն է հարկավոր, տեղականը թե Ղարաբաղն է։ Մի րոպե։ Մի հատ հեռախոսը ներվայնացա։ Ասմա տեղականը թե Ղարաբաղսկին։ Եվրոպական չունեք։ Կա, բայց 2006 թվի է։ Ուզում եք մի քիչ սպասեք 2007 թվի Թարմ Հայկո ենք ունենալու։ Հայկո կունենաք, սպասում ենք։ Լավ, իսկ Արտո Թունջբոյաջան ունեք։ Հա, լավն է, ճիշտ է։ Տամ, իհարկե ունենք Արտո, բայց խնդրում եմ, հա։ Բայց պետք է խոստանաք, որ շշերը ետ կվերադարձնեք։ Էս ինչ քծիտ։ Ալո կներեք, մենք ձեզ շատ չենք զբաղեցնում։ Շատ են ձեզ զբաղեցնում։ Չէ, լսում եմ ձեզ, լսում եմ։ Հա, մեկը առավտու շատ ենք անում, դե հիմա պահ։ Լավ, դուք արամե ունեք, ուզենք, չի արամե ունեք։ Արամե ունենք, բայց ձեզ որ մասից է պետք։ Լսեք, 2 մետր ուղարկեք կտրտած էլի։ Ճաշա ձեր ճաշակով, որ մասից կուզեք։ Լավ, եղավ, էլ մի րոպե էլի։ Արսենին, հա, մի հատ, Արսեն Գրիգորյան, բայց մի հատ շատ չենք ուզում, մի հատը լրիվ է։ Գիտեք, հատիկով ճիշտն ասած չունենք, միայն պաչ։
Միայն պաչկայով է, պաչկայի լավ չեմ լսում, գիտեք ձեզ, պաչկայի մեջ էլ, ասում ենք մի հատը հերիք է, մի հատից էլ կուշտենք։ չենք կարող, պաչկայով է, պաչկայի մեջ էլ 5 հատ է, գիտեք։ Վայ ներվերս քայքայվեց։ Շուշան Պետրոսյան ունեք։ Վայ։ Ալո, այդքան Աղջիկ որտեղ եք սովորել աշխատել, չեմ այդքան չի հասկանում։ մնացել, գիտեք, հազիվ 2 կիլո ունենանք։ Աղջիկ 10 կիլո ինչ ես անում, տունը չի ինձի։ Որակով բանը պետք է շատ լինի։ Աչի էլի լավ է։ Մի րոպե։ Լավ։ Հաջորդ կոմիքսը կոչվում է 80 տարի անց։ Առաջ գոնե մենք երգում էինք, մարդիկ լսում են, հիմա սաղ երգում են, բան չեմ լսում։ Աղջի գողը, տենաս որ ամեր գնե մարդ կգա։ Աղջի մարդ կգա, դու կարանաս գնաս, այ պարա։ Այդ էլ կա։ Լսի, այն կիսոյին պեպելան հիշում ես։ Չէ։ Չէ։ Այն սենց կյոժ մազերով մի հատ, չես հիշում էր չի։ Չէ։ Աչ մեծացար, դու էլ մեծացար։ Այն որ Մերսեդես ուներ։ Չէ։ Չէ, երկի կեսը երկեցիր։ Բայց մեկը չեմ հիշում։ Աղջի սպարավի դեմքը ծանոթ է, ալա, նա։ Ոյաղջի, ես օր ծերուչան, դու էլի հղի ես, այ կնիկ։ Ոնց է դուրը մեկարա։ Երեք անաստը գերերում։ Ալյոշ, Գոգուշ, Զարուշ։ Հասկացանք, որ ավելի լավ է խաղան մեր երկչույները, որովհետև այդ ամեն ինչը արվում է մինուս։ Մենք անցնում ենք առաջ եւս մեկ ավանդական հնուց եկած H մեր 32 ակումբում Մարդ, որը միշտ նայում է հեռուստատեսության մի ալիքը, որովհետև խմբագիր է։ բայց տեղյակ է բոլոր ալիքներից։ Բոլոր, անխտիր։ Նրան տալիս էին ընդհանրապես տարբեր անուններ։ Էխո մխո, լոլիկ, բոլիկ, Լոտո մոտո, վինտիկ, շպունտիկ, Red and White, Դեմս։ ասա։ Գևո մեմո։ Շնորհակալություն, բարի երեկո, բարի գալուս 32։ Վայ նայեք, Ավոյի շրթներ կքսվել է միկրոֆոնին։ Շատ ծիծաղալու կլներ, որ սկսեի երգել, չէ։ Մարդ, որը հետևում է անոնսերին, դա ես եմ, ձեր ծափարությունները գնացինք։ Նրանք էին, որ Բանգլադեշներից ոտքով եկան քաղաք։ Նրանք էին Գորբաչովյան տարիների թաքուն հաճույքը։ Նրանց շնորհիվ շատ դերահասներ գարաժների հետևում դարձան տղամարդ։ Նրանց անունով կոչվեց երաժշտական գործիք ակորդեոնը։ Ջունգլի Անահիտ, Սադի Անժելա, Բուդ Ալլա, Թաթ Աննա, Շրամ Սվետլանա, Երևանի գիշերներում, դիտեք, առաջին ալիքով։ Երկրորդ անոնսը, որ ուզում եմ ընթերցել, դա 10-րդ սերիան է, ինչ որ սկսվել է ամիսներ առաջ։ Անդրեյ Գուբին, Ստաս Պիեխա, Բորիս Մոյսեև, Արկադի Ուկոպնիկ, Յուրի Շատունով և ևս 5 հոգի, ռուսական էշ տասնյակ, առաջին ալիքով։ Նա թևի տակից խոտուտ չունի, ականջի հետևը շոշափելիս նա չի թուլանում։ Ոչինչ չի փոխվում նրա ներսում, երբ նրա ուսն է սմերսում։
բայց նա ունի մի անկյուն, որտեղ է այն։ Գտեք Դինայի թեժանկյունը նոր ալիքում։ Եվ հաջորդը հայկական թեմատիկայով, այսինքն վերջում կասեմ ինչ։ Այս ձեռքերը, իմ ձեռքերը, ինչերը սես որ չեն արել այս ձեռքերը։ Պետք եղած դեպքում ոնց են խոսել այս ձեռքերը, որքան անեծք ու օրհնանք են ստացել այս ձեռքերը։ Դարաներում մութ ու խոնավ ոնց չեն խամրել այս ձեռքերը։ Ձեզ աշխարհում շահած պահած, անverջ բանող, անverջ բանող, անվերջ խառնող, մեշոք խառնող, քարեր հանող այս ձեռքերը հուշերջ լոտոյից հանդիպում ինձ հետ առաջին ալիքում։ Շնորհակալություն, ձեզ հետ էր Գևոր Մևորը 32-ում։ 32-ի մշտական էջերից մեկը, ամենասիրելի պատմություններից մեկը, ամենահետաքրքիր պատմություններից մեկը, ամենա ով դու մարդ արարած։ Դիմավորեք։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստատեսության եթերում ուրվագիծ հաղորդաշարի հերթական թողարկումն է եւ ձեզ հետ այսօր կրկին ես եմ Պետրոս Ղազարյանը։ Իմ հյուրի մասին քիչ հետո կարճատև դադարից հետո կհանդիպենք։ Привет. Դավեմ Շուշջան։ Ոնց է։ Լավ։ Ինչից ենք խոսելու։ Սովորական է։ Ոնց սովորական։ Ինչ ասել է սովորական։ Զզվել եմ սովորական եթերից, զզվել նադայել եմ եղել։ Չնայած չմտածես, որ ես քո հյուրն եմ, արդեն սովորական չի։ Այսպիսով սիրելի հեռուստադիտողներ վերադարձանք տաղավար, կրկնում եմ ձեզ հետ Պետրոս Ղազարյանն է եւ այսօրվա իմ հյուրն է ամենա Շուշան Պետրոսյանը։ Բարև ձեզ Շուշան, Բարև ձեզ Շուշան, ինչքան կարելի է երգել հայրենիքի մասին։ Նախ ես ուզում եմ ողջունել այն հեռուստադիտողներին, ովքեր մութ ու ցուրտ տարիներին չլքելով հայրենիքը մնացին Հայաստանում։ Ովքեր ինձ հետ միասին օպերայի բակում պայքարում էին ազատության համար, ու այսօր ինձ հետ միասին ապրում են այդ ազատ հանրապետությունը։ Շուշան, շնորհակալություն, դուք շեղվեցիք թեմայից, հեռուստադիտողներին հետաքրքրում է ինչքան կարելի է երգել հայրենիքի մասին։ Պետրոս, անսպառ կարելի է երգել հայրենիքի մասին։ Անսպառ, գիտես ինչի, որովհետև հայրենիքը այդ բացի օդ, հող, ջուր, սարեր լինելուց Պետրոս, այդ նաև մարդիկ են, ովքեր ապրում են այս հայրենիքում, այդ ես եմ, մեկն է, մյուսն է, դա դու ես, ու այո, թերություններ էլ կան հայրենիքում, բայց ես ապրում եմ այս հայրենիքում, որովհետև ես սիրում եմ իմ երկիրը, սիրում եմ ես, սիրում եմ իմ երկիրը։ Շատ ճիշտ։ Շատ ճիշտ նկատեցիք Շուշան եւ տարօրինակ է այն, որ այդ երգը հայրենիքի մասին է եւ դուք այնտեղ չկաք։ Ճիշտ է, ես չկամ այդ երգում։ Փաստորեն այդ երգն էլ թերություններ ունի։ Շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ դուք դիտում եք Ուրվագիծ հաղորդաշարի հերթական թողարկումը եւ իմ հյուրն է ամենա Շուշան Պետրոսյանը։ Շուշան, այդ երգը, որը նոր հիշատակեցիք, բառերը, խոսքերի հեղինակը, ինչպես միշտ Ավետ Բարսեղյանն եւ ես չեմ հասկանում ինչքան կարելի է գրել սիրո մասին, ես իմ երեխային արգելելու եմ նման երգեր լսել եւ ընդհանրապես անընդհատ գրել սիրո մասին։ Ներողություն Պետրոս, կարող եմ պատասխանել։ Այո, իհարկե։ Նախ ասեմ, որ Ավետը իմ ընկերն է ու շատ լավ է գրում,
Շատ լավ է գրում։ Տղեն պայ այդպես էնիկ է։ Շատ լավ զգում է մեղեդին։ Շատ լավ է գրում։ Հետո տուն է պահում այդ տղան։ Տուն է պահում։ Եվ Պետրոս, այսօր ատելությունը, ստորությունը, նենգությունն ու չարությունը այնքան շատ են, որ կարիք կա սիրո մասին երգելու։ Եթե Էլլա Ֆիցջերալդը երգում է սիրո մասին, ես կարող եմ երգել սիրո մասին։ Եթե Բիթլերը երգում են սիրո մասին, Պետրոս, ես կարող եմ երգել սիրո մասին։ Եթե Ստիվի Վոնդերը երգում է սիրո մասին, ուրեմն ես էլ կարող եմ երգել։ Իմիջայլոց, ասում են, որ ձեր այդ վաղեմի երազանքը հակապած Ստիվի Վոնդերի հետ կատարվեց եւ դուք նրան հանդիպեցիք։ Այո, ես մեծ բան շահեցի Պետրոս, որովհետեւ իրականացավ իմ վաղեմի մանկության երազանքը։ Կուրկ բառը չեմ սիրում, բայց այս դեպքում տեղին է ասել, որ ես ուղղակի մեռնում եմ իր երաժշտության համար։ Ու ես տեսա Ստիվի Վոնդերին, եւ ես մեծ բան շահեցի, որովհետեւ ես տեսա Ստիվի Վոնդերին։ Բայց նա կարծում եմ մեծ բան կորցրեց, որովհետեւ նա ձեզ չտեսավ։ Շատ սև ու անհավ հումոր էր Պետրոս։ Շատ սև։ Հաջորդ հարցը տվեք։ Շնորհակալություն, Շուշան, իսկ առհասարակ ոնց եք նայում այն փաստին, որ հաղորդավարները երգում են օրինակ հանրային հեռուստատեսությամբ կանոնական ինչ-որ տարօրինակ հաղորդում, խուճուճ հաղորդում Ռուբիկոն։ Մինա ավելի պակաս ոչինչ չի փոխում, այդ հաղորդավարը խուճուճ երգեր է երգում, ինչու են հաղորդավարները երգում։ Իմ ընկերն է։ Ես իմ երեխային արգելելու եմ։ Եվ ասեմ, որ ինձ համարել է շատ տարօրինակ, շատ։ Թե ինչու է երգում։ Ինչու որոշեց այդ խուճուճ տղան երգել։ Շատ անհասկանալի է։ Ու առհասարակ ինչ տենդենց է նկատվում, բոլորը սկսել են երգել։ Ով զարթնում է, որոշում է երգից դառնալ ու սկսում է երգել։ Հաղորդավարները երգում են, դերասանները երգում են, ինժեներները երգում են, շիկերը երգում են։ Կիբերնետիկները երգում են, բժիշկները երգում են, պատմաբանները երգում են, նկարիչները երգում են։ Բայց եթե ես չեմ սխալվում, դուք ավարտել եք Գեղարվեստի ակադեմիան։ Այո, ես ասացի նկարիչները։ Նկարչուհիները կարող են երգել։ Բայց ոչ նկարիչները։ Այո, փորձը ցույց է տալիս, որ նկարչուհիները կարող են երգել։ Լավ, իսկ Շուշան այն հարցին, որ երգիչները սկսում են անել հաղորդավարություն, կտրում են մարդկանց օրվա հացի փողից, ընդ որում նկարիչներ կարող են երգել, բայց երգիչներ ինչ են դառնում հաղորդավարի։ Ներեցեք, ես վերջերս տեսա էլի հանրային հեռուստատեսությամբ մի հաղորդում, որտեղ դուք անդադրուն ձեզ անվանում էիք աստղ, մեկ աստղ չէ, երկու աստղ։ Կարող եք պատասխանել հարցին, Պետրոս։ Նախ ասեմ, որ եթե հաղորդավարները չեն կարող երգել, երգիչները կարող են եւ իրավունք ունեն հաղորդում վարելու։ Եվ ամբողջ կյանքում ինչից փախա, ինչից խուսափեցի գլխիս եկավ։ Ամբողջ կյանքում խուսափեցի աստղ բառից, այսօր մտնում եմ եթեր ու ասում եմ, եթերում երկու աստղն է ու այո, ինձ նկատի ունենալով։ Հրանտի հետ եմ վարում ու այդ հաղորդումն էլ թերություններ ունի։ Հիշեցնեմ սիրելի հեռուստադիտող բարեկամներ, որ իմ այսօրվա հյուրն է Ամենաշուշան Պետրոսյանը։ Շուշան, ամեն առավոտ ծնվում են լիքը երգիչներ, դեղնակտուց, շուրթերը, կաթերը, շուրթերին չչորացած, բերանները դեռևս բացարձակ այդ ձվի կճեպներով, փոքր մանուկներ, դա մեծ չարիք է։ Ես իմ երեխային արգելելու եմ հետագայում, եթե նա ցանկանա միացնել եւ դիտել այդ անհամար տեսահոլովակները։ Գիտես, որ այսօր շատ-շատերը որոշեցին, ես արդեն ասացի դրա մասին, դա մի առանձին թեմա է, որ որոշում են երգել ու երգում են, բայց դրանք մի հին ու բարի խոսք կա, թիթեռի կյանք ունեն։ Թիթեռի կյանք ունեցող երգիչներ են։ Պետրոս, քանի տարի է ես երգում եմ եւ գիտես, քանի թիթեռի նման երգիչներ եկան ու անցան, բայց նա ով պիտի մնար մնաց։ Ես մնացի։ Պետրոսյանը մնաց։ Շուշոն մնաց։ Շուշան Պետրոսյանը մնաց։ Ձեր հյուրը մնաց, Պետրոս։
Շնորհակալություն, Շուշան, քանի որ մեր ժամանակը առանցգական չէ, եւ ինչպես լավ գիտեք, ինքնեդ հին խոսք կա, ժամանակը փող է, ես ուզում եմ տալ եզրափակիչ հարցը։ Հոդվածներում տարբեր թերթերում, ամսագրերում, լրագրերում, տարբեր գրական հանդեսներում ձեզ համեմատում են Մայր Հայաստանի հետ, բայց ոչ թե հասկացողության, այլ հենց քարի անհոգի արձանի հետ, Մայր Հայաստանի արձանի հետ։ Ես չեմ ուզում անդրադառնալ, թե ինչ են գրում թերթերը, ինչ հիմարություններ են տպագրում թերթերը, բայց ես հիմա կբերեմ մի քանի տարբերություն, որ դուք կտեսնեք, թե որքանով կապ չունենք ես եւ Մայր Հայաստանի արձանը։ Նախ առաջին տարբերությունը նա է կենտրոն Պետրոս, որ ես որ ես ապրում եմ կենտրոնում, ոչ հեռուստատեսությունում, իսկ նա մոնումենտում։ Ես անընդհատ փոխում եմ իմ ոճը, ես սիրում եմ վառ գույներ, իսկ նա միշտ մոխրագույնի մեջ է։ Իմ սայզը M-ն է, նրա սայզը XXL-ը։ Ես այդքան ձայնասկավառակ եմ թողարկել այսքան տարիների ընթացքում, նա մի ձայնասկավառակ է թողարկել։ Եվ Պետրոս, ես հյուրախաղերով շրջել եմ գրեթե ողջ աշխարհը, իսկ նա միշտ նույն տեղում է, տեղից չի շարժվում։ Եվ նրա զենքը իր թուրն է, իսկ իմ զենքը իմ երգը։